Այսօր համացանցը բուռն քննարկում է Լևոն Մկրտչյանի հարսանիքի մանրամասները, հատկապես տեսանյութերը, որտեղ նկատելի է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու Աշոտ Փաշինյանի ներկայությունն ու ակնհայտ ուրախ տրամադրությունը։ Տարածված տեսանյութերում Աշոտ Փաշինյանն ազատ պարում է, հնչում է նրա հայտնի տաշի գոռոցը, որն էլ ավելի է ջերմացնում հարսանեկան մթնոլորտը։ Ի սկզբանե շատերի համար զարմանալի էր, թե ինչու է վարչապետի ընտանիքն այսքան ջերմորեն մասնակցում մի պարզ երևացող հարսանիքի, սակայն պարզվում է սա միայն արտաքինից էր, պարզ իրականում Լևոն Մկրտչյանն ու Աշոտ Փաշինյանը տարիների սերտ հարաբերություններ ունեն, որոնք չեն սահմանափակվում սովորական ծանոթությամբ։ Սոցիալական ցանցերի ուշադիր օգտատերերն արդեն գտել են համատեղ լուսանկարներ դեռևս 2013 թվականից, երբ երիտասարդ Լևոնն ու Աշոտը միասին մասնակցում էին տարբեր միջոցառումների, ընտանեկան հանդիպումների ու արձակուրդային ուղևորությունների։ Ավելին, փաստեր կան, որ երկու ընտանիքները հաճախ են անցկացրել իրենց հանգիստը միասին։ Լուսանկարներում երևում է, որ նրանք ոչ միայն ընկերական, այլև բավականին մտերմիկ ընտանեկան կապերի մասին։ Տարբեր աղբյուրների համաձայն Լևոն Մկրտչյանի ընտանիքը կապ ունի Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ։ Ավելի վաղ մամուլում շրջանառվում էր տեղեկություն, որ Լևոնի փեսան Էդգար Հակոբյանը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավոր է և ազգական է Աննա Հակոբյանի, ինչը Էդգար Հակոբյանը հերքել էր։ Վերջինս հերքել էր ազգակցական կապը Աննա Հակոբյանի հետ, բայց փաստացի կապերը չեն բացառվում։ Քննարկումների թեժ կետը հենց սա էր. եթե ազգակցական կապ չկա, ապա ինչ կապով է վարչապետի ընտանիքը հարսանիքին ներկայանում ոչ միայն պաշտոնական, այլև շատ ջերմ կերպով։ Աշոտ Փաշինյանի ներկայությունը ոչ միայն որպես հյուր, այլ որպես ակտիվ մասնակից, նույնիսկ պարող ու տաշի գոռացող հարսանիքի միջավայրում այս հարցերը միայն սրեց։ Նրա ներկայությունը նաև ընկալվեց որպես ընտանեկան բարեկամության խորհրդանիշ, ոչ թե քաղաքական կամ պաշտոնական պատիվ։ Ամեն դեպքում թե Լևոն Մկրտչյանի և թե Աշոտ Փաշինյանի պահվածքն ու տեսանյութերում արտահայտված հույզերը ցույց են տալիս, որ սա պարզապես բարեկամական կապ չէ, այլ շատ մեծ մտերմություն։ Սա մի առանձնահատուկ կապով միավորված ընտանիքների տոն էր, ուր իրական ուրախությունն ու հին ընկերության ջերմությունը շաղախված էին միմյանց հետ։ Այսպիսի կադրերն, անկեղծ պահերն ու ոչ ֆորմալ ներկայությունը հենց այն են, ինչն այսօր արժևորվում է մարդկանց կողմից։ Իրականությունն առանց պաթոսի է, ընկերության սիրո ու ջերմության գույներով։ Լևոն Մկրտչյանի և Էվելինա Ստեփանյանի հարսանիքը գերազանցեց բոլոր սպասումները։ Շքեղարարողություն, որին ներկա էին ոչ միայն մշակութային ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ, այլև քաղաքական վերնախավի կարևոր դեմքեր։ Այն արժանացավ հանրության լայն ուշադրությանը։ Ամենաշատ քննարկումները վերաբերեցին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների ներկայությունը հարսանիքին, ինչն էլ բուռն շահարկումների պատճառ դարձավ։ Հարսանյաց հանդիսության ընթացքում հրապարակված տեսանյութերից ու լուսանկարներից պարզ դարձավ, որ Փաշինյանի ողջ ընտանիքը ներկա է հարսանեկան արարողությանը։ Հրաչյա Հակոբյանն, ով Աննա Հակոբյանի եղբայրն է, հրապարակել էր տեսանյութեր ու լուսանկարներ Ինստագրամի իր էջում, որտեղից պարզ էր դառնում, որ նա իր քրոջ դստեր Մարիամ Փաշինյանի հետ լավ ժամանակ է անցկացնում։ Նրանք ամբողջ ընթացքում միասին պարում ու ուրախանում էին։ Հասարակության ուշադրությունն առավել սրվեց, երբ բացահայտվեց, որ Լևոն Մկրտչյանի քույրն ամուսնացած է քաղաքացիական պատգամավոր Էդգար Հակոբյանի հետ։ Այս տեղեկությունը սոցցանցերում գրեթե անմիջապես սկսեց բուռն քննարկումներ առաջացնել։ Արդյոք իրականում Հակոբյաններն ազգակցական կապ ունեն Աննա Հակոբյանի և ընդհանրապես Փաշինյանի ընտանիքի հետ։ Հիշեցնենք, որ դրանից առաջ Էդգար Հակոբյանը լրագրողների հետ զրույցում կտրականապես հերքել էր նման կապերի գոյությունը, ասելով, որ վերջին օրերին բազմաթիվ շահարկումներ են գնում դրա հետ կապված ու դա սուտ է։ Իմ ազգանունը Հակոբյան է և դա չի նշանակում, որ մենք բարեկամներ ենք։ Սակայն հարսանիքի ընթացքում տեղի ունեցածը հակառակն էր վկայում։ Աննա Հակոբյանի ընտանիքի անդամների ջերմ ներկայությունը, Մարիամ Փաշինյանի և Աշոտ Փաշինյանի ակտիվ մասնակցությունն ու ամենակարևորը՝ ներքին շփման տեսարաններն արդեն չեն թողնում կասկածի տեղ։
Հարսանեկան սրահում կադրեր են հայտնվել նաև, որտեղ Աննա Հակոբյանը ջերմորեն շնորհավորում է նորապսակներին, իսկ վարչապետի ընտանիքին մերձ կանգնած հյուրերը շատ հստակ ընդգծում են այս միությունն իրենց համար նույնպես առանձնահատուկ կարևորություն ունի։ Այս ամենը հասարակության մեջ տարատեսակ կարծիքների տեղիք տվեց, մի մասը խոսում է քաղաքական կապերի հնարավոր ազդեցության մասին Լևոն Մկրտչյանի կարիերայի, հայտնիության և հանրային ներկայության վրա, իսկ մյուսները պնդում են սա պարզապես սիրո պատմություն է, որը բերում է նաև նոր կապեր։ Բայց ինչ էլ լինի, ակնհայտ է, այս հարսանիքը վաղուց դուրս է եկել միայն մշակույթի կամ շոու բիզնեսի շրջանակներից, այն դարձել է հետաքրքրության նոր կենտրոն, որտեղ խառնվում են արվեստն ու քաղաքականությունը, ընտանիքն ու պետական պաշտոնները, սերը և հանրային շահը։ Իսկ Լևոն Մկրտչյանն ու Էվելինան, ինչպես նաև նրանց մտերիմ շրջապատը, վաղուց հայտնվել են մեծ ուշադրության կենտրոնում ոչ միայն իրենց հմայքով, այլև բարդ ու չհերկվող կապերով։